Հունվարի 15-ին ժամը 21:30-ին ոստիկանության գվարդիայի ծառայողները Մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ, իջել է մեքենայից եւ ինչ-որ բան է փնտրում։ Տղամարդը նկատելով իրավապահներին նստել է մեքենային եւ դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ եւ վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով կանգառ հրահանգին, վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։ Գվարդիայի ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։ Իրավիճակով պայմանավորված կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նոր Քմարաշի առաջին նրբանցքում Mercedes-ի վարորդը կորցրել է կառավարումը եւ մեքենան բախվել է էլեկտրասյանը։ Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից եւ դիմել փախուստի, ինչը սակայն կանխվել է։ Մայրաքաղաքի բնակիչներ 34 եւ 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվելու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ 34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1.92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Տղամարդիկ եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Վրաերթից վնասվածքներ ստացած գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։